Կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք է բացահայտվել։ Մեղադրյալի աթոռին Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկ կոորդինատորն է։ Քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբույժ օրդինատոր բժշկական ծառայության կապիտան Իվան Խանգուլյանի կողմից ծանր հանցանքի կատարման փաստը։ Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ երիտասարդը 2024 թվականի հունվարին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ֆիզիկական առողջության խնդրի հետ կապված սահմանափակմամբ, ինչը օրենքի շրջանակներում է։ Նույն թվականի սեպտեմբերին նա տեղափոխվել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ստացիոնար բուժման, որտեղ նրա բուժումը վարել է հոգեբույժ օրդինատոր Իվան Խանգուլյանը։ 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 25, այդ թվում 2024 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 15 ընկած ժամանակահատվածում Իվան Խանգուլյանի կողմից Հայաստանում չգտնվելու եւ երիտասարդի բուժումը փաստացի իրականացնելու պայմաններում 2024 թվականի հոկտեմբերի 12-ին ու 14-ին նրա հիվանդության պատմագրում կատարվել է անընթեռնելի ձեռագիր գրառումներ։ Հաստատապես կանխորոշելով հետագայում իր ներկայացմամբ Հայաստանի պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալի հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից այդ երիտասարդի առողջական վիճակի վերաբերյալ տրվելիք եզրակացության էությունը։ Բժշկական ծառայության կապիտանը համաձայնել է պարտադիր ժամկետային զինծառայողի հոր որդուն որևէ ձևով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ առաջարկին։ Ուստի 2024 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալի հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից փորձաքննության ենթարկելու նախորդ օրը Երևանի Արաբկիր վարչական շրջանում երիտասարդի հորն առաջարկել է իրեն տալ խոշոր չափերով 2.709.980 Հայաստանի դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ժամկետային զինծառայողի հայրն ընդունել է առաջարկը եւ բժշկի աշխատասենյակում նրան փոխանցել 7000 դոլար կաշառքը։ Արդյունքում 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի կողմից տրված համապատասխան եզրակացությամբ երիտասարդը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ 2024 թվականի նոյեմբերի 22-ին զորացրվել է Հայաստանի զինված ուժերի պահեստազոր։ Իվան Խանգուլյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու, իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու, իսկ զինծառայողի հայրը կաշառք տալու համար։ Նախաքննության սկզբնական փուլում Իվան Խանգուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի եւ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով գրավի համակցված կիրառմամբ։ Լուրերի հետ զրույցում Իվան Խանգուլյանի պաշտպան Ավագ Լալայանը նշեց, իր վստահորդը մեղադրանքը չի ընդունում։ Քրեական վարույթը նախաձեռնվել էր 2025-ի մարտին, նախաքննությունը տևել է շուրջ 1 տարի։ Արդեն 2026-ի մարտի 16-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատվել եւ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։